ասեմ ձեզ, երբ որ Նժդեհի արձանի մրցույթը անցկացվեց, ես եմ եղել այդ ժամանակ գլխավոր ճարտարապետը քաղաքի եւ Նժդեհի արձանի համար ներկայացված էր 10-ից 10-11 աշխատանք մրցույթի եւ այնտեղ 5 աշխատանք ընտրվեց, որից հետո նորից գաղտնի մրցույթով գաղտնի ուրեմն քվեարկությամբ ընտրվեց այս աշխատանքը, որը դուք տեսնում եք Գագիկ Ստեփանյանի։ Ասեմ ձեզ, որ ինչու սա ընտրվեց այս աշխատանքը, որովհետեւ մնացած բոլոր աշխատանքներում Նժդեհը ներկայացված էր կամ ձիով, կամ թրով, կամ զենքով, զրահով եւ այլն։ Եվ մենք ուրեմն ընտրեցինք այս աշխատանքը, որը իհարկե աշխատանքի ընթացքում հետագայում ինքը որոշակի ձևափոխումներ ունեցավ։ Հիմա ասում են Պյոտր Առաջինինը նման, երևի թե դա դրանից է, որ քանդակագործը ինքը դեռապես Պիտերում է սովորել, Պետերբուրգում է ավարտել, հնարավոր է այդպիսի ազդեցություն։ Որ Չինաստանում սովորել, ինչ կարող է լինել։ Չգիտեմ, ցանկացած քանդակ, ես եթե հիշողությամբ ձեզ ասեմ, չեմ հիշում մի բան, որ այդպիսի աշխույժ քննարկումներ չլինեն։ Անհնարին է դա որ չլինի։ Ես ինքս որ այդպես մտովի հանկարծ հիշեմ, չգիտեմ, Վիլյամ Սարոյանի արձանը կամ Բաբաջանյանի արձանը, ներողություն, Բաղրամյանի արձանը, այն ժամանակ էլ վետերաններն ասում էին, ինչպես կարելի է առանց գլխարկի Բաղրամյանի արձան մնել։ Դա երևույթ է, որը որ ինչ վերաբերում է Բաբաջյանի արձանին, ես դրա տեղեկություններ չունեմ, բայց կա քանդակագործություն, կա արձանագործություն։ Դրանք տարբեր բաներ են։ Քանդակագործությունը նա է, երբ որ քանդակը արդեն ինչ-որ նոր խոսք է ասում կամ արվեստի այդպես գործ դառնալու հավակնություններ ունի։ Բաբաջյանի արձանը իմ կարծիքով որոշակի թերություններ ունի, բայց ես ճիշտն ասած ողջունում եմ, որ նա ձիով, զենք ու զրահով չի։ Լավ է, որ նստած է, դա բավական խիզախություն պետք է ունենա քանդակագործը այդպես իրեն ներկայացնի, բայց չգիտեմ ինչու է նստած աթոռի վրա, ոչ թե ընդհանրենք քարի վրա։ Եվ կան այնտեղ որոշակի ուրեմն ատրիբուտներ, որոնք կարծեմ թե քանդակաշահում է, երբ որ դու ընդհանրական ես ներկայացնում, ոչ թե մեդալով կամ ուսադիրներով կամ այդպես։ Բայց պահանջները այնպեսին չեն որևիցե կառույցից, որևիցե երկրում պահանջները այնպեսին չեն, որ շենքը կամ քանդակը պետք է լինի անպայման գլուխգործոց, այդպիսի բան չկա։ Եվ ինչ վերաբերում է քանդակագործներին, ապա նրանց վիճակը ընդհանրապես բավական ծանր է։ Ես ասենք մոտիկից գիտեմ, որովհետև ժամանակին խորհրդային ժամանակ կար Գեղարվեստի ֆոնդ, կային հատկացումներ, նրանք բոլորը աշխատանքով ապահովված էին։ Հիմա այս մարդիկ, այսպես ասած, մի տեսակ բախտի կմահաճուկին են, ով որ ինչ-որ մի գործ կարող է ունենալ կամ շահել կամ անել եւ ամեն գործի մեջ փորձում են մաքսիմում ինչ-որ բան ներկայացնել եւ ոչ միշտ է դա հաջողվում։ Այդպես այդքան։ Շնորհակալ